Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse. It is forbidden by international law of private power. Building on the momentum of the ad hoc tribunals, the international community pursued a permanent solution. In 1998, the United Nations Diplomatic Conference in Rome adopted the Rome Statute, the founding treaty of the International Criminal Court. The ICC, the first permanent international criminal court, began operations on July 1st, 2002. It is a court of last resort designed to complement national judicial systems by acting only when national courts are unwilling or unable to genuinely investigate or prosecute crimes. The establishment of the ICC represents the most significant step in the development of a universal and permanent system of international criminal justice, with 125 countries now party to the Rome Statute. Միջազգային հանրությունը կարիք ուներ ունենալու միջազգային յունիվերսալ դատարան, որը կնայեր տարբեր աշխարհի հատվածներում ռազմական կոնֆլիկտների վերաբերյալ հանգուցալուծումները, քրեական հանգուցալուծումները, եւ դրանով ստեղծեց միջազգային քրեական դատարանը։ Միջազգային քրեական դատարանը իր ամբողջ կառուցվածքով բավականին բարդ երևույթ է, եւ այստեղ դատավարությունները այդքան հեշտ չեն, ինչպես կարող են հայտնվել ազգային դատական համակարգում։ Կան բավականին շատ ինստանցիաներ, բավականին երկար գործընթացներ, որոնք ի վերջո կբերեն կոնկրետ գործողությունների։ Միջազգային քրեական դատարանը, ինչպես նշեցի, իր ամբողջ յուրիսդիկցիան տարածում է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ագրեսիայի հանցագործության վերաբերյալ։ Միջազգային քրեական դատարանի յուրիսդիկցիան տարածվում է այն պետությունների վրա, ովքեր որ հանդիսանում են միջազգային քրեական դատարանի անդամ պետություններ, եւ ինչպես նաեւ այն անձանց վրա, ովքեր որ հանդիսանում են անդամ պետության քաղաքացիներ։ Միջազգային քրեական դատարանը դատավարությունները սկսելու համար հարկավոր է, որպեսզի հանցագործությունը, ինչպես նշեցի, տեղի ունենա այդ տարածքում, որտեղ որ միջազգային քրեական դատարանը ունի յուրիսդիկցիա։ Բայց որպեսզի դատարանը սկսի գործընթացները, հարկավոր է նաև որպեսզի այդ դատավարությունները գործարկվեն։ Եվ Հռոմի ստատուտով նախատեսված են 3 սուբյեկտներ, ովքեր որ կարող են այդ դատավարությունները գործարկել։ Առաջինը դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, երկրորդը անդամ պետությունն է, եւ այս պարագայում անդամ պետությունը կարող է նաև լինել ոչ ամբողջովին այն պետությունը, որը այդ հանցագործություններից տուժել է կամ տուժում է։ Դա կարող է լինել ցանկացած այլ պետություն, անդամ պետություն։ Եվ երրորդը դա դատախազի ինքնուրույն դատավարությունների գործարկումն է։ Սակայն այստեղ դատախազը պետք է ստանա նաև միջազգային քրեական դատարանի առանձին ատյանների կողմից թույլտվություն, որպեսզի սկսի հետաքննություն։ In July 1998, when states adopted the Rome Statute creating the International Criminal Court, they wrote, amongst other, in the preamble of the statute, that they are resolved to guarantee lasting respect for and the enforcement of international justice. Almost 30 years later, the International Criminal Court remains the pillar of international criminal justice system. States parties that join the ICC demonstrate their commitment to international law and to fighting impunity. The International Criminal Court has jurisdiction over 4 categories of crimes: genocide, crimes against humanity, war crimes, and the crime of aggression. At the heart of the Rome Statute is the principle of complementarity. The principle of complementarity means that states remain primarily responsible for investigating, prosecuting, and adjudicating these grave crimes.
The principle of complementarity means that the ICC will only intervene, it will only be able to exercise jurisdiction when states with jurisdiction are either unwilling or unable to do so. Երրորդ կարևորագույն ինստրումենտը միջազգային քրեական դատանի դա կոմպլեմենտարության սկզբունքն է։ Կոմպլեմենտարության սկզբունքը նախատեսում է, որ պետությունները առաջինը իրենք պետք է իրենց տնային աշխատանքը որպես այդպեսին անեն եւ իրենք ենթարկեն միջազգային քրեական պատասխանատվության այն անձանց, ովքեր որ իրենց տարածքում կամ իրենց տարածքից դուրս կատարել են վերնշված հանցագործությունները։ Եվ եթե այն պետությունը, որը փորձում է այդ հետաքննությունները անել, բայց չի ցանկանում կամ որևիցե ձև չի կարող այդ հետաքննությունները իրականացնել եւ ենթարկել համապատասխան անձանց քրեական պատասխանատվության, ապա միջազգային քրեական դատարանը միայն այդ դեպքում կարող է սկսել գործընթացները։ Միջազգային քրեական դատարանի անդամ են հանդիսանում 125 պետություններ, եւ այդ 125 պետությունները պարտավորված են իրենց ազգային օրենսդրության համապատասխան իրականացնել քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, ովքեր որ ենթադրաբար կատարել են եւ կատարում են ցեղասպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ եւ պատերազմական հանցագործություններ։ Ինչպես նշեցի, 125 պետություն, ովքեր որ միավորվել են այս գաղափարի շուրջ, այս մեխանիզմի շուրջ, հանձն են առել ինքնուրույն այդ գործընթացներն իրականացնել եւ միայն իրենց անկարողության դեպքում միջազգային քրեական դատարանը պետք է այդ գործընթացները սկսի եւ ավարտի հասցնի։ The ICC is the world's first permanent international criminal court dedicated to prosecuting individuals for the most heinous atrocities: genocide, war crimes, crimes against humanity, and the crime of aggression. Its relevance stems from its role in the global fight against impunity and in establishing a rule-based international order where no one is above the law. The ICC is a forum for justice when national judicial systems are unable or unwilling to prosecute international crimes, acting as a court of last resort based on the principle of complementarity. The existence of a permanent international body with the power to issue arrest warrants for high-level officials, including heads of state, as seen in the recent cases of Netanyahu, Putin, and al-Bashir, serves as a deterrent against future atrocities by raising the political cost of committing such crimes. The ICC allows victims to participate in the proceedings, present their concerns to the court, and request reparations. This process gives victims a voice and a sense of ownership in the judicial process. The court reinforces and promotes core principles of international law, helping to build a more stable and just world order. Its proceedings help define and set global standards for accountability and fair trial. One of the most critical aspects of the ICC in the Rome Statute system is its assurance of human rights principles. Not the least of this is, of course, fair trial rights that are enshrined throughout the Rome Statute itself and in the other core texts of the court and in its jurisprudence. If we look, for example, at Article 21 of the statute, we see that international human rights instruments will be upheld and looked at as a part of the decision-making process. And there are also specific fair trial rights principles that have been booked into the Rome Statute. Article 55, 66, and 67 give the most basic assurances of a presumption of innocence for all defendants appearing before the court. They have these rights from the very beginning, even at the situation level, before any defendant is named, and go all the way to the end, whether it's a reparations process or any post-trial matter. It is having these fair trial principles put into the system and respected that ensure that we have a process of justice and legitimacy in all of the findings that we have. Իր պատմության ընթացքում միջազգային քրեական դատարանը ունեցել է տարբեր կոնֆլիկտների վերաբերյալ լուծումներ, գտնվում է ներկայությամբ ձևավորման փուլում, զարգացման փուլում։ Միջազգային քրեական դատարանը ներկայությամբ նայում է այնպիսի գործընթացներին, ինչպիսին է օրինակ
Ֆիլիպինների նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը, որը վերաբերում է մասնավորապես մարդկության դեմ հանցագործության վերաբերյալ, նայում է պատերազմական հանցագործություններին, որոնք տեղի ունենում Իսրայելում եւ Գազայում, այն հանցագործությունները, որոնք տեղի ունենում ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, ինչպես նաեւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում։ The ICC, however, lacks its own police force and relies entirely on member states to make arrests and cooperate with investigations. States can, and often do, refuse to cooperate for pure political reasons, which is a major weakness of the court. Major global powers like the US, China, Russia, and India are not members of the ICC on the basis of political considerations. Moreover, illiberal regimes like the United States under Trump have recently adopted sanctions against the ICC magistrates for open preliminary investigations into leaders of their allies. Those illegitimate actions by rogue leaders of certain powerful states obviously limit the reach of the ICC. The ICC is a constantly evolving institution that remains highly relevant as a last resort for international justice. However, it is operating in a complex geopolitical environment in a world ruled by despots, tyrants, and convicted felons as well, who only care about accumulating more power. The future of the ICC hinges significantly on continued support and cooperation from its member states and the broader international community. Each one of us should contribute as global citizens to the consolidation of a fairer global order by participating politically in our communities and supporting liberal candidates that respect democracy and promote the rule of law. Միջազգային քրեական դատանի ընթացակարգային կառուցվածքը բավականին խրթին է, եւ միջազգային հանցագործությունները կարող են քննվել միջազգային քրեական դատանի կողմից, եթե բավարարված են Հռոմի ստատուտով նախատեսված բոլոր պահանջները։ Եվ այսպիսով, դատանը կարող է քննել այն գործերը, եթե բավարարված են իրավազորության պահանջները, այդ թվում տարածքային եւ անձնական իրավազորությունները։ Դատարանը կարող է գործը քննել, եթե հանցագործությունը կատարվել է այն պետության տարածքում, որը միջազգային քրեական դատանի անդամ է, կամ հանցագործությունը կատարել է այդ պետության քաղաքացին, որը միջազգային քրեական դատանի անդամ է։ Ժամանակային իրավազորությունը միջազգային քրեական դատանը չի կարող հետ գնալ պատմական անցյալ, այն դիտարկում է միայն 2002 թվականից հետո կատարված հանցագործությունները։ Եվ երրորդ տարբերակը դա հղման միջոցով, այսինքն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գործի փոխանցումն է դատարանին, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ պետությունը միջազգային քրեական դատարանի անդամ պետություն չէ, օրինակ Դարֆուրի կամ Լիբիայի դեպքերում։ Հաջորդ պահանջը դա ընդունելության պահանջն է։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք պետք է միջազգային քրեական դատարանը զբաղվի այդ գործով։ Որքան էլ դատարանը իրավազորություն ունենա, դա բավարար չէ։ Իրավազորությունը պետք է գործարկվի, եւ գործարկվել կարող է միայն կամ անդամ պետության կողմից, կամ ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից, կամ միջազգային քրեական դատախազի սեփական նախաձեռնությամբ։ Գործարկման պարագայում գործում են ընդունելության երկու չափանիշներ։ Առաջինը՝ ծանրություն, որտեղ դատարանն ուսումնասիրում է արդյոք հանցագործությունը բավական ծանր է, որպեսզի զբաղվի դրանով։ Սա արվում է միջազգային արդարադատությունը գերբեռնվելուց խուսափելու համար։ Հաջորդ փուլը դա փոխլրացման սկզբունքն է, եւ փոխլրացում եւ ոչ թե փոխարինում։ Եվ հենց այստեղ է միջազգային քրեական դատարանի համակարգի առանցքը։ Միջազգային քրեական դատարանը միջազգային դատարան է եւ այն հանդիսանում է միջազգային վերջին օղակը։ Այն գործում է միայն այն դեպքում, երբ պետությունը չի կարող քննել կամ դատել եւ կամ պետությունը ցանկություն չունի դա անել, նույնիսկ եթե կարող է։ Եթե պետությունը իրականացնում է սեփական քննությունը եւ սեփական դատավարությունը, ապա միջազգային քրեական դատարանը չի միջամտում։ Այս մոտեցումը ուժեղացնում է ազգային արդարադատությունը եւ ոչ թե թուլացնում։ Ինչպես է գործում միջազգային քրեական դատարանը քննությունից մինչև դատավճիռ։ Միջազգային քրեական դատարանը կառուցված է 3 հիմնական պալատներից՝ նախաքննական պալատներ, դատական պալատներ եւ վերաքննիչ պալատներ։ Գործի ընթացքը հետեւյալն է. նախաքննություն, դատախազությունը գնահատում է արդյոք բավարար հիմքեր կան հետաքննությունը սկսելու համար, այնուհետև հավաքվում են ապացույցներ, հարցաքննվում են վկաներ, փաստաթղթեր եւ այլ տեսակի հաղորդումներ։ Մեղադրանքների հասատումը հաջորդ փուլն է։
Նախնական նիստերի պալատը կամ նախնական նախաքննության պալատը որոշում է կա արդյոք բավարար հիմք մեղադրանք ներկայացնելու համար։ Եվ դատավարությունը, որտեղ որ ընթանում եւ քննվում է մեղադրյալի մեղքը։ Վերջնական դատավճիռ եւ վերաքննիչ փուլը դա դատավարությունից հետո է։ Դատարանը տալիս է իր դատավճիռ, որը կարող է վերանայվել վերաքննիչ պալատում։ Միջազգային քրեական դատարանը ապահովում է անհատի պատասխանատվությունը միջազգային մակարդակով։ Այլևս ղեկավարի բարձր դիրքն ու պաշտոնը չեն պաշտպանում անպատժելիությունից։ Հանցագործությունները կատարում են մարդիկ եւ ոչ թե պետությունները, եւ միջազգային քրեական դատարանը հենց նրանց է հետապնդում։ Աջակցում է ազգային արդարադատությանը, ՄԿԴ-ն չունի կարողություններ ամբողջ աշխարհը վերահսկելու համար։ Հակառակը այն մղում է երկրներին բարեփոխել իրենց դատական համակարգերը, ուժեղացնել դատախազությունները եւ բարելավել օրենսդրությունը։ Թեև դժվար է չափել զսպող միջազգային քրեական դատարանի դերը եւ այն ազդեցությունը, առկա են բազմաթիվ նշաններ, որ միջազգային քրեական դատարանի գոյությունը կանխում է որոշ միջազգային հանցագործություններ կամ նվազեցնում է դրանց ծավալը։ Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse.